Պարոն Փամբուխչյան, ես կցանկանայի իմանալ երբ է նախատեսված ավարտել փոխսալուսման աշխատանքները և ներկայումս քանի տոկոսն է իրականացվել, երկրորդ հարցը, արդյոք ունի քաղաքապետարանը ասֆալտապատման և փոխսալուսման աշխատանքները վերահսկող տեխնիկական մարմին և երրորդը երկրորդային փողոցներում և բակերում փոսերի լսման աշխատանքների ընթացքում ավազ կամ հող է լցված, որը նաև հավելյալ դժվարություններ է առաջացնում փոշու տեսքով, այդտեղ երբ է նախատեսված աշխատանքներ իրականացվել։ Տեսեք, մենք ներկա պահին մոտ իրականացրել ենք 10,000 երևի քառակուսի մետր, բայց մեր բյուջեով նախատեսված է 200,000, այսինքն մենք դեռ շատ ունենք եւ փոխսալուցումը ամբողջ տարվա համար է մեզ մոտ նախատեսվում, այսինքն ինքը չունի հստակ ժամկետ։ Ավարտը կարող ենք համարել եղանակային պայմաններից ելնելով, ենթադրենք դեկտեմբեր ամիսը, եթե իհարկե թույլ տա։ Բայց մենք աշխատում ենք բնականաբար մինչև եղանակային պայմանների վատթարանալը այդ հարցերին լուծում տալ։ Ինչ վերաբերվում է այդ փոսերի մեջ գոյացած հողերին, ինչպես գիտեք, փոսալցման աշխատանքների ժամանակ դա մաքրվում է եւ արդեն մեկ այլ հիմնարկ քաղաքապետարանից ԵԱՍՄ-ն ինքն է արդեն պատասխանատու տվյալ մաքրության համար, այսինքն մի կողմից կատարվում է փոսալցում, որտեղից որ դուրս են գալիս այդ փոշին եւ հողերը, եւ մյուս կողմից մեր մյուս հիմնարկը սկսում է դրա մաքրման աշխատանքները։ Ես մի կարևոր արձանագրում ունեմ անելու, հարգելի գործընկերներ, միգուցե դուք հետո հարցի տեսքով տայեք ինձ, բայց ամեն դեպքում ես փորձեմ այդ արձանագրումը անել, որ փետրվար ամսին առհասարակ փոսալցումներ տեղի չեն ունեցել։ Երբեք տեղի չի ունեցել, դուք կարող եք հետ գնալ, մենք բոլորս մեր հիշողությունը լարենք եւ կտեսնեք, որ փետրվար ամսին երբևէ չի տեղի ունեցել փոսալցում կամ ասֆալտապատում մի քանի պատճառներով, մի կողմից եղանակը եւ մյուս կողմից մեր շինարարական կազմակերպությունները ձմռան ամիսներին մինչեւ փետրվարի վերջ սկսում են վերազինում իրենց ասֆալտի գործարաններում։ Եվ այդ վերազինումը իրենք այնպես են հաշվարկում, որ ավարտվի մարտի 1-ից մինչև մարտի 10 ընկած ժամանակահատվածում, որն էլ իր հերթին ենթադրում է, որ եղանակային պայմանները կբարելավեն եւ իրենք իրականացնեն ասֆալտապատում։ Սա ուղղակի այս ֆորս մաժորային իրավիճակում, որը որ մենք ունեցանք, կրկնում եմ եղանակային պայմաններից ելնելով առածյան հետևանքով եւ նաեւ մեծ քանակի աղու ավազով մշակման հետևանքով մենք ուղղակի խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացել է վերակառուցել իր գործարանը աշխատացնել, որտեղ որ մյուս շինարարները իրենից օգտվում են ասֆալտ գնելով եւ եթե չեմ սխալվում 2 օր առաջ նոր երկրորդ գործարանն է սկսել գործել, այսինքն մենք իրականության մեջ գործել ենք ֆորս մաժորային իրավիճակում եւ տվել ենք հրատապ լուծումներ, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, որը որ մենք ինքներս նույնպես նկատել ենք եւ բնականաբար մեզ համար եղել է առաջնահերթություն։